Այսօր խոսալու ենք մեր F30-ից, մեր M240-ից ու ամենակարևորը SE30-ից։ Նենց որ հարմար տեղավորվեք, կմելու մի բան կամ ուտելու վերցրեք, լայքերը դրեք, ով բաժանորդագրված չի բաժանորդագրվեք, որտեղ հետաքրքիր վիդեո է սպասվում ձեզ։ Ապետը գնաց կադրերը մտավ բանջո։ Բազդուրը արի հետևիցս, վաղուցում երկիր է կապը մի թևիցս։ Ոտըտ քիչ առաջ, որ չլեսես հանգաստ ուվտեքի բառաչ, որտև եթե հոգով պինդերս ունեցենք, դու արի իմ հետ մի ուղով ազենք, որտև եթե դեմին է թուլա սուտանա, հետ դասի մարդը մի օր դարնում ապուտանա, բազդուրը արի հետևից սեսոր, արի դիմացի գոնե մինչև կեսոր, ու եթե քեզ չասեմ, ու ճամպի կալի կպոս, ինձ կարաս ասես սուտի ակադեմիկոս, թե ձեր արնենք ես արձերս արձերը, վեկալ իշթանգա մտքերս գանձերս, թե բամբասեմ երկրից մի լսի երկս, թե չարդեն բարվում եմ խորանում ավերքս, գիտեմ թանգա ժամանակը, ու գնում ահակարակը, լեքը բանկա անելու, չմնա հանելու, գիտեմ թանգա ժամանակը, ու ֆրում ահակարակը, լեքը բանկա անելու, F30-ը ոնց տենում եք, ստե իր համար տխուր կանգնած է ու ով տեսել է նախորդ վիդեոն, որտեղ որ մենք Tesla Play-ի հետ քշում էինք, եթե կհիշեք, մենք 100-200 սկսել էինք գնալ 5.5 ու մտածում էինք շոքից է, բայց իրականում մի հատ սենց պրոբլեմ կար, որը որ մի քիչ ինձ անհանգստացնում էր, մեքենան սենց այսպես ոնց որ գնար, չգնար, ինչ-որ ստավորնակ բաներ էր անում ու որ լոգ էի հանում, չէի հասկանում ինչն է խնդիրը, որովհետև նենց տպարություն այսօր կարոպկեն բուքսավատ անի ու գոնկից հետո երբ որ մենք արդեն գալիս էինք տուն, այդ իմ կասկածները ոնց որ հաստատվեցին այս ավտոն, բայց բերեց հասցրեց հայաց ու կարոպկեն սկսեց բուքսավատ անել, նենց բուքսավատ անել, որ կարելի ասել չի լում քշել, նու աշիպկա տալի արդեն, բողոքում ապրասկալիզի վրնյա, այսքան ֆրիկցիոնները վառել է սենց ասած ու այսօր սրա հետ կապված ինչ-որ գործ չենք անելու, բայց այս վիդեոյի մեջ ստացի կարողա լինի կադրել, կարողա չէ, բայց ես մի հատ շատ լավ մարդու եմ գտել, ով հասկանում է ավտոմատ կարոպկեքից ու ով պատրաստ է մեր կարոպկեն ոչ միայն սարքի, այլ նաև ուսիլի տանի։ Իսկ թե ոնց է այդ ամեն ինչը տեղի ունենում, այդ ամեն ինչը հետո խոսանք հենց այդ բոքսից, այդ սերվիզից, իսկ հիմա ուզում եմ գնանք M240-ի մոտ համել տենեք, թե ինչ վիճակում է այդ ավտոն ու ինչ ենք անում դրա վրա։ Արասի չին վայբա, հելանք, լմատասա ովա, հայ տղեքի երկերը հիշում ու ովա սիրում։ Հայ ֆանատը, հելանք։ Բայց իրականում այս ավտոն, կստացի այս ավտոյի մասին դուք հլը ոչ մի բան չգիտեք, չգիտեմ, ինքը մի քիչ դաժե շումնի է, կարող աստ է դիսկամֆորտ լինի խոսալը, բայց ես թմա ոքի է լսվում է, ասեմ, որ այս մեքենան լրիվ զավացքոյի գործարանային վիճակում է, դաժե փչած դետալ չկա վրեն, կուզովը ընդհանուր շատ հարմա, մենք մինչև այն ամենա հոգու խորքը քանդել ենք այս ավտոն ու ընդհանրապես փտած տեղ չունի ու այս ավտոյի ոնց որ առավելություններից այդ ֆիշկեքից մեկը հենց այդ է էլեկտրական ավտով ճռռստում էր, տենց բանով է տեսե։ Այս ավտոն արդեն մոտ մի ամիս է, դաժե ավել առել եմ ու տենց չի ստացվում, ոնց որ նկարենք հերթ չի հասնում իրան, չնայած որ շատ բան են կարել իրա վրա, նու ոչ գործարանայինից մենակ երևի այս ռուլն է, որ առետ տեղադրել ենք, ինքը օրիգինալ չի իրականում, բայց շատ սիրուն է, շատ լավն է, ինձ թվում է սրա օրիգինալ չօրիգինալը տենց իմ համար այդքան կարևոր չի, պրոստը տեսքի համար եմ դրել ու ինչն է, որ ուզում եմ ասեմ, որ առել է ես մեքենան 316-ն է ու 316-ը շատ թույլ է ու գործարանից ինքը ռասպրեդվալը նենց սիստեմով է սենց աշկատում, որ մաշվում է ու սկսում է լավ չաշկատել։ Տենց շատ չեմ ուզում խորանամ այդ նյուանսների մեջ տեխնիկական, համենայն դեպս ես այս ավտոն տվել էի մեր ընկերը Ռոբին։ Ռոբի ինստագրամը պարտադիր դնում ենք ստեղ,
ու ձեզ մի հատ մեծ խնդրանք, եթե դուք BMW սիրում եք կամ ունեք հին BMW, պատվիսկա եղեք, որովհետև Ռոբը E-սերիաների BMW-ների հետ, այն որ ցած կարճ ասած գիտի ոնց շփվի, նենց որ արխային կարակ դիմեք իրան, վստահաբար ինքը ձեր հարցի լուծումը կտա, թե մատոր, թե կարոպկա, թե չգիտեմ ինչ հարց ուզում ա լինի։ Նայ հորս արավ ուզում էի stay of guys, stay-ն էլա փակ։ Գիտեի, որ ստե փակա։ Այն մեկը գիտեի, որ փակա, բայց ստե չգիտեի։ Լավ, կարանք անցնենք, թե փակա։ Հա, որ առաջ էթամ անցնի, էլի։ Արալ նեշ կայֆ էս լույսերը, նայ, էս հին BMW-ի լույսերը։ Ոչմ վերջն է։ Էսել է, չի փոխը։ Էսի հա պարտադիր, որտեվ Իրանը շատ մեծ է ու դիսկոմֆորտ, իսկ էսի կայֆն է։ Հա, դեզում է։ Ամենակարևորը, այս սիձելնիկները պրաստոյ սիձելնիկներ է, ու ես գտել եմ M-ի սիձելնիկներ, դա մի հատ ուրիշ պատմություն է։ Ոչ միտեղ Հայաստանում չեք կարող ճարակ M-ի սիձելնիկ, ես գտել եմ մի հատ վաճառվող ավտո, որի վրա այդ սիձելնիկներից էր դրած, ու այդ ավտոյի տիրոջը համոզել եմ, որ այդ սիձելնիկները վաճառի, նենց չի որ էժան եմ առել, իրականում լավ էլ թանկ եմ առել ու պրիտոմ տվել եմ որ կարեն, որտեվ վաբշե վիճակ չկար այդ սիձելնիկների վրա։ Հիմա սպասում եմ մի քանի օրից կլինի։ Երևի ամենաառաջինը Telegram եմ գցելու այդ սիձելնիկները, որ տենակ, նենց որ մեր Telegram-ի ալիքին էլ պատվիսկա եղեք, այդ շատ կարևոր է, որովհետև ամենա այն էքսկլյուզիվ վիդեոները կադրերը, տենց շորտերը սաղ ընդեղ ենք գցում։ Հեսա այդքան հասնենք Հոսոյի մոտ, չգիտեմ քեզ ջամփենը նենց են բարթացե։ Նատուրի, պետք է մտ նորից լվանք։ Դա ոչինչ։ Ինչի վրա կանգնեցինք ախպերս։ Գնում են շատ լավ տեղն է։ Հա, դες 240-ն ենք ցույց տալի այդ հետ, բայց խուլիգանքի հետ կապված էլի բան է, հա։ Ռասպրեդվալը փոխել է Ռոբը, դրել է E-Carvets-ի ռասպրեդվալ, որը շատ ավելի ոնց որ տենց սավրիմենի է ու ավելի լավ է աշխատում։ Թափը ահա որ լավն է այս ավտոյի, բեսամ դզում ասենք։ Քաշ էլի։ Ну F30 չի դառնա, բայց ամենայն դեպս չես նեղվում, հանգիստ կարող ես քշես։ Ու այսպես գալի հասնում ենք Հոսոյի բոքս։ Օբա։ Տիդիտ։ Ինչ կա բրատվա։ Ջան։ Օրայս որ հիդրավլիկ չէ այդ պահնա, մենակ որ նատուրի են որ դժվար։ Ահա։ Այս սենց է կայնում ենք։ Всё։ Հերիք ախպեր։ Հոգնեցի արա չոտկի։ Համ հիդրավլիկ չի, համ էլ են որ դիսկոմֆորտ է, մեխանիկա շուտ բանից չեմ քշե։ Մեխանիկայի սիրահարներ եթե կան, մտ կոմենտներում գրեք որ մեխանիկան տոպ է, պրոստը պետք է ոնց որ մի քիչ ազատ լինի, էլի պրոբկա բան չլինի ու լավ ճանապարհ, որ կայֆ ստանաս, էլի քշելուց։ Всё, գնանք 240-ի մոտ։ Այն նովա։ Բարը կարոտել եմ այս ավտոն երկար ժամանակա չեմ տեսել։ Արի կակրաս այս բոքսում։ Ոչ դու ես եղել, ոչ էլ մեր հետևորդները տեսել են, օբշի տենց մի երկու բոքս է ոնց որ ստեղ էլի որ հոսոն զբաղացնում այս մոտոր հավաքելու համար ու այս բոքսը ոնց որ ռեմոնտի տակ էր նոր վերջացրել է ոնց որ սենց այս ավտոն ստեղ է կանգնած այս երկար ժամանակ է սենց ասեմ սրա վրա մի քանի նենց գործեր կա որը որ ու չեմ էլ ուզում սա խաղաքարտերը բացեմ սենց ասած մոտորի հետ կապված մի քիչ մանիպուլյացիաներ են կանում բայց ոչ մի գլոբալ տենց կովկա չենք հավաքելու, հələ որ լրիվ ստոկ ալնելու մոտորը, պրոստը տես մի քանի մանիպուլյացիաներ կա, որոնք որ պետք է անենք, որ ավելի լավ աշխատի այս ավտոն ու ոնց տենում եք, այս ավտոյի կարոպկեն էլ է հանած վրայից, բայց այս իրա ոնց որ մի քիչ ուրիշ դրամաբանական պատմություն ունի, երկար բարակ չպատմեմ, կարճ ասեմ, այս ավտոն ինչ Ամերիկայից եկել է, ով կհիշի Վրաստանի drag racing-ը, տենց վերջին վարկյանին Դանկրատից իջացրել ենք, վերել ենք Վրաստան, գնացել է 13 վարկյան 402 մետրը, բայց հենց ստարտ էինք անում, ինքը միանգամից սկսում էր սենց իջնել, հետո նոր սկորուստ էր փոխում էլի հավաքում էր, կրուցյաշին ընկնում էր։ Ու լոգեր հանելուց հետո հասկացանք, որ կարոպկեն է բուքսավատանում, չեմ կարա ասեմ խի, չեմ կարա ասեմ, հələ չէինք է քշե վաբշե, որ ասեմ կարոպկեն կարա վնասվի, ու մենք երկար բարակ չմտածեցինք, որոշեցինք առնենք այս հրաշք 8HP 76 կարոպկեն ու տեղադրենք այս ավտոյի վրա։
քանի որ ավտոն արդեն հոսոյի մոտ էր ու մատորի հետ կապված մի քանի գործեր կար անելու, որոշեցինք կառոպկեմ դերենք հենց մի անգամից ստեղ փոխենք, բայց մինչև փոխելը ուզում ենք էլի այս կառոպկեն տանենք մեր շատ լավ ընկեր Մարսելի մոտ, հեսա կգնանք կտենանք որտեղ է, ու ուզում ենք որ այս կառոպկեն ինքը մի հատ բացի, ստուգի, հասկանա вообще պրոբլեմ ունի, չունի, մաշվածություն ունի, չունի, նոր դնենք այս ավտոյի վրա, ստեղ 8HP 7.6 կառոպկա է, 3 լիտրանոց դիզել X5-ի կառոպկա է, 8HP 7.6 է, եկել է նաև M4, M3, մի շարք տենց հզոր մեքենաների վրա, բայց այնտեղ կորպուսը մի քիչ ուրիշ է, նու սենց կոպիտ ասած մեջի եղածը նույնն է, 8HP 7.6 է, որ շատ ուժեղ կառոպկա է ու իրանով հաստատ ավելի շատ հզորություն կարելի է ռեալիզացնել այս ավտոյի ակերի վրա։ Հենց որ հեսա վերցնում ենք այս կառոպկեն ու գնում ենք Մարսելի մոտ։ Սյանը լուծվող է, էլի որ հասցրինք ընկերենի պրտս։ Ոպակ մի հատ կարևոր նյուանս կա։ Էդի այսօր հոսոն է մեկատե։ Այն դրսի ռադիատոր գնացող տրուբեն, չեմ հիշում, երկու հատ կա տորը։ Կարոկիտ ռադիատոր գնաց։ Ոչ եմ այդ գնացող տրուբեն մի քիչ սենց սխմածոտ էր ջոգիր։ Բայց ուր եք եթում։ Անդե ավտո։ Ուր ես եթում աշ։ Չի կարա ապե ասենք այս ավտոն չորսում է, այդ գույնը մենակ չորսում է։ Քանի որ ընկել էինք վիդեո նկարելով ու տենց չհասցրեցինք խանութ մտնենք ճանապարհին, հեսա այդում ենք մի հատ խանութ, խառը համով բաներ ենք առնում ու այդում ենք Մարսել աղբոր մոտ, այդում ենք որ մի հատ հասկանանք այդ կառոպկի հետ ինչ վիճակա вообще ինչ կարելի անել ու մի քիչ քննարկենք իմ F30-ի հետ կապված կառոպկեն, եթե ձեզ հետաքրքիր է այս աղնյուանսները, ես կփորձեմ F30-ս դաժե բերեմ հենց Մարսելի մոտ, հենց իր մոտ կառոպկեն հանենք քանդենք, ցույց տանք թե ոնց է աշխատում ու ցույց տանք ոնց ենք հզորացնելու այդ կառոպկեն ու հետ հավաքենք բնականաբար դրանից հետո արդեն երևի Վրաստանի գոնկեքը կլինի, ինձ թվում է կհասցնենք երկու ավտոներ պատրաստենք մինչև այդ, հիմա գնանք խանութ, հետ գնանք նորից բոքսեր ու տենանք ընդ ինչ կա вообще, ինչ է ասում Մարսելը։ Դեյրո ջան։ Հորեսա մոտեսնես տպավորություն որ եկել ենք բան։ 40000 լենք չէ։ Ասենք բյուրեգավան ոնց որ եկա։ Չէ, իսկ 40-դարի բան։ Հա, տենց 40-դարոտա, չէ։ Վոտո վերեբունի, ես կյանքում վոտո վերեբունիում չեմ եղել ջոգիր։ Միշտ ավտոյով անցել եմ, տենց բան չի եղել։ Սանչորժան ոտը երևունի։ Չելենջ ենք։ Հոպար։ Հապե ուր ես տենց վստահ հետում, տեղերը գիտես։ Ախպերս մեզ հիմա 1 կիլո բրի։ 20 տարեկան նայրի է պետք։ Ասա, ասպերս տեղ։ Լան ուտել ես երկու ամիսա պետք է։ Ահա մերթա պետք։ Ախպեր մի երկու հատ քաղցր բան վեկալ ենք այդ հանք էլի։ Երկար ժամանակա Telegram վիդեո չեմ գցել, բայց այսա մատնենց գժական ավտո եմ ձեզ ցույց տալու։ Չնայած արդեն երևացել է ստորիներում, բայց ոնց որ վերջնական տեսքը արդեն պատրաստ է, հեսա հետում եմ կենտրոն, մտսիրուն տեղ կայնեմ ու դսից կրուժով կանեմ կտենակ կգնահատեք, տենակ լավն է ավտոս թե չէ, իսկ հիմա ռույլը գնահատեք։ Ռույլը չնայած նկարով գցել էի, բայց այսենց սիրուն ռույլ է։ Ան գնաց։ Ջոգիր, կրուժովներ եմ անում։ Ախպեր, բայց ուզում եմ ջոգեմ։ Ոնց է տենց լնում, որ մեր YouTube-ի ալիքի պատվիսկեքը 20000-ից ավել է, մեր Telegram-ում ընդամենը 2000 հոգի է պատվիսկա։ Մի հատ սաղը իջեք լինկը ապիսանյանում կա, Telegram-ին պատվիսկա եղեք, ու вообще իմ Instagram-ներին էլ պատվիսկա եղեք, որ սենց բաները ամենաառաջինը տենակ։ Իսկ ով որ YouTube-ին է պատվիսկա չի, բնականաբար YouTube-ին էլ եք պատվիսկալում, որովհետև այս տարի խոստանում եմ շատ գազան վիդեոներ ենք գցելու, հաստատ նախորդ տարիներից ավելի տենց շատ ենք վիզ դնելու, որ ավելի լավն լինի։ Իդեպ այս վիդեոն մոնետիզացիա դաժե չենք միացնում ու փորձել ենք որակը բարձր մակարդակի վրա պահենք, գնահատեք այն երգերը, որը որ Գարիկը մոնտաժով դրել է այս վիդեոյի մեջ։ YouTube-ը փչացրել է նախբեր։ Առաջ լավ չէր առանց մոնետիզացիա։
միացրել ենք իդեպ որ բարձ լինի այդ մանետիզացիան մեզ ըմ որ պրոստը հետաքրքրության համար միացրել ենք տենենք ինչ կլներ իրականում եմ որ ավելի լավ էր չմիացնեինք որովհետև այդ ռեկլամները պրոստը փչացրել է կոնտենտը մեր ու լավ երգեր չէինք կարող մեջը դնեինք այսօր եթե այս վիդեոն մի անգամից չգիտեմ 20-30 հազար պրասմոտր հավաքի 100% էլ մանետիզացիա չենք միացնի ու ուղղակի լավ ուժեղ երգերով, սիրուն կադրերով գազան կոնտենտ ձեզ կտանք։ Ապա բայց կստացի լավ էլ քշվում է, լուրջ եմ ասում, ասենք բեսամ թեթև կայֆա ջոգի չես նեղվում։ Մտ լավ երգ դնենք։ Այո։ Ապա ու այս ավտոյի կայֆը գիտես որն է, որ այս ավտոյի կայֆն է, որ իր մեջ դինամիկ էլ չկա, զավոդ երկու հատ դինամիկա զորով քշում է, Մենակ միշալ կան Հա, ապա մենք ասեցինք, կստացի, որ կարոպկեն թողել ենք, որովհետև ինքը խառն էր, վաղը կքանդի ու մյուս վիդեոյի մեջ արդեն ցույց կտանք, որ ոնց ենք այդ կարոպկենն ու ինչ վիճակ էր, ինչ վիճակ չէր, արդեն ավտոն պատրաստ կլինի մյուս վիդեոյի մեջ, սենց բաները ասել ենք։ Ուրեմն ասում եմ։ Մյուս վիդեոյի մեջ պարտադիր պետք է գոնե M240-ը պատրաստ լինի, իմ ավտոն այդքան չեմ վրազում, ինքը կոպիտ ասած սաղ պատրաստ է, մենակ կարոպկեն պետք է դրվի ու վсё, даже ես կարոպկա ունեմ զապաս, բայց կուզեմ նորից հանեմ, տանեմ Մարսելի մոտ, որովհետև ինքը խոստացել է, որ կհզորացնի այդ կարոպկեն, որ ավելի շատ կրուտյաշի դիմանա, իսկ ով չգիտի, ասեմ, որ իմ ավտոն 950 կրուտյաշի է լոգով ցույց տալիս ու այդ շատ է իր զավոդ կարոպկի համար։ Ես даже սենց ասեմ զարմանալիորեն շատ երկար է դիմացե ու ասեմ, որ մեղքը էլի իմն էր, որովհետև այդ Play-ի հետ գոնկից հետո կարիքը կողքս ա եղե կհաստատի մի հատ 6-3 ящик էր, տենց մի քիչ քշեցինք իրար հետ ու նենց սիտուացիա եղավ, որ սենց գազ պոլ տվեցի ու լիպիստոկով մի անգամից ինչքան տեղ կար իջացրեցի սկորուստներս, ընկավ առաջին սկորուստ ու այդ որ գազը պոլի տված էր, մի անգամից պիկովի կրուտյաշի ժամանակ բուքսավատ արեց Ալը մի հոտ փյարա լոմ որսարը բռնել ես տա աղբերներ Էսի ասենք կոսկի սենց ասեմ ես Երևանի համար գժվում եմ ապա մի հատ կստացի թող կոմենտներում գրեն հլը տենանք ով է Երևանից մեզ նայողները Հենց արի որ կոմենտ չլինի Նենց արեցի որ շատ կոմենտ լինի էլի Ինձ թվում է մեծ մասը Երևանից են, նենց որ մատ հլետ կոմենտներում են, որ տենց լիքը Երևան գրեք Ով որտեղից է վաբշե գրեք սաղըտ կոմենտներով տենց Շատ կոմենտ ես Աթոր լիքը կոմենտ լինի, որ այս վիդեոն մի անգամից մի 50 հազար է լինի Մեզ բան եմ ասում լիքը կոմենտ լինի Ով գիտի 6 թիվը, մի հատ 6 գրեք կոմենտներում Ով գարիկի կոմիցա 6-եր դրեք Չէ Բա Ով գարի կոմիսա թող գրի բան, Զլոյ Զլոյ գրեք կոմենտներում, մեկը գրեք որտեղից եք նայում մեզ Չէ որով Ապա սենց չէ, թե ինչ Բաբշե չէ Ախպրես սենց հետում է բան Ուր Սյուս սենց չէ Ոնց է հետում սենց Ժոլոպները ջարդես մտես Ախպրես սենց չի լուրջ հետում Բայց մտել ես ուժեգին է Արա թող ես Երևանցի տղա եմ ասենք Ո Երևանի ժողովուրդ Մի րոպե է 24 ժամ Երևանում Ես ապա այսքան փոխվել է Երևանը Այն վաղտ որ ես իջնում էի քաղաք Որտեղ ուրուսում մտում Սենց չէր ախպեր Կամերան կեղտոտա Հեսա մաքն եմ ախպերս Լայվ եմ անում ջոքի Ապես դե ձախ չկա հորը սարեր վայ արա Այ քեզի բան արա Ձախը գիտես ով է փակել Թամանյանը ապե Այդ էս հին բան է ասում Արես վերջերս բայց մի 15 տարի առաջ նորմալ էր Հետո դեռ 4 օր Հասկացեք հələ բայց սրա մի հատ ասեշկն չենք նկարել չէ հորը սարը վերջն է ասեշկն Էսա նայում է տնենց ասեշկա ունի ասենք Subaru քշողները կգնահատեն սենց ասեմ նայ Նայ ոնց է մասած արում Яшки հետ էլ այս ցարեց ու գնացիք Մարսելի մոտ Սաղ նայում են, բայց իրոք այտենց մի բան եղավ էլի Արեսի մեր BMW-ի թայ է այս Մոսկվիչը Էսի մեր հովոյի Մոսկվիչը չի ախպեր նմն է կստացի Սեյնթովի Հա, ոնց որ, հլը մատ գրեք տենամ ես Սեյնթովի Մոսկվիչն է, թե չէ Նանի Ախպերներ թողեք հլը ես հազիվ եմ պերվի դրե, թողեք էթեմ
Նայեք դիագնոստիկայի աշ։ Լուրջ։ Հայթրեք էլ անկարա։ Նայեք որ 0.7-ով։ Ուր է F30-ը։ Ալա սպասի ենք դերենք ուր ենք կայնում ախպեր առավոտից կոֆե չենք խմե։ Ոչ է, էսի բան։ Իմիջիալուց մի հատ գնահատեք, ով որ ուզում է սրանից, ասեք արցիկուլը ղրկի։ Չէ, տենց արցիկուլով չի, բայց սրանից մի հատ էլ ունեմ։ Այդ մի հատը։ Այդ մի հատը, ապա կստացի այդ մի հատը, մեր սերվիզի դեմը Այն որ միշտ BMW-ներ է կայնացնում, այդ BMW-ներից մեկի չոտքի տակ եմ դնելու, ով ուզում է թողա վեկալի։ Ով առաջին եկավ։ Հա, լուրջ եմ ասում։ Վեկալա։ Չգիտեմ ինչ ավտո կլինի այդ ժամանակը, բայց կլինի։ Այդպես անուշոտ է, նայեք։ Նայեք, արա, ես ասի կարմիրը վարելը նոր անցնել, դու սիրում ես։ Կարմիրի տակ։ Այն մտես էլեկտրականի հետ կապնեմ հլը, էլի։ Սվետաֆորը ֆալ ստարտ ենք անում։ Այս ավտոներով որ երկու հատ գազ ես տալիս, սա գիտեն ուզում ես քշես, չէ։ Պարեսի ռոբն հենց է հավքես սրա մոտորը, նայսա ոնց եմ տեղից փոխում։ Չէ լավ ախպեր, հանգիստ։ Մի պեդալով նա ջոգին էլեկտրականին ոնց կարեցի ախպեր։ Բարեկներն էլ ընդ է։ Գիտես չէ, որ ասում են Ահա։ մինչև 10 տարեկան ավտոն կարող է իրավունք չունենալ այլ փոքր կենտրոն։ Լուրջ ես ասում։ Ասենք Պրոբկեքը որ ես խոսքի sense գազան ավտո եմ քշում չմտնեմ քաղաքարա։ Գոնե 10-ի մեջ չէ, գոնե եթե 30-ով անեն, էլի մեկա չես մտնում ջոգի։ Հա, բայց ընդհակառակ ախպեր, թազա սաթից ավտոները պետք է չթողեին։ Հիմա տեղ դու էլի մեր հին ավտո այ ախպեր։ Լավն ակոնից։ Օրա հորը սարը ոտը ցավում ախպեր, ես կոնուս անելու ցարա։ Մեխանիկա չի քշել հետ ա։ Արեցի երկա հորը սարը։ Видно, не судьба, видно, не судьба, видно, не Արեցի հին vibe ենք բռնում ենք։ Ապե восточные сказки, зачем ты мне? Չեմ էլ ջոգում ապե։ Դուրերը գալիս է թե պրոստը ձենի վրա նայում եմ։ Не дари, жарких слов не говори. Ինչ կարծիք ունեք մեր Вся сначала. Ախ, որպես էսի երգ։ Ժողովուրդ ջան, եթե այս մեքենան գնեք $15000, ֆլեշկեն տալիս ենք հետը, մեջը գազան երկեր է հավաքած։ Էսի կարծեմ գարուն համար միքսն է։ Լավագույն հավաքածու 2001։ Մի քոնը ինչա 6.3։ 3.6։ Էս ուր եկան կանեն։ Ահա, ախպեր էսա։ Չացել է, չի քշվում։ Դիսկի պլիտեն է։ Ուր ախպեր։ A few moments later. Հանգարում ավտոն տարեկները զանգել են։ Բարև ախպեր ջան։ Շատ ենք նեղություն տվե։ Որնա ձեր մեքենա։ Սաղ մերնա։ Բալանիները վրեն ախպեր, ես լիշտո կարի կաշեի։ Այս մյուս ավտոն, որ ճիշտ ասեմ, մեր մյուս ընկերն է քշելով եկը, բայց կարանք մեզնից ինչ-որ մեկը տանք, օքեյ է։ Կարա նույն պարավով կարալնի։ Չէ, տվեք։ Արմես մետ պարավա դու։ Es que es prava. Es que es prava. Es el que es prava. Ինքը որ ստելնի իրանը կտայինք, ստե չի է ախպեր։ Ոբշի տեղա գնաց է, բալինքները դրա համար թողել էր վրեն։ Մենք մտանք հաց ուտելու, ինքը գնաց ուրիշ տեղ, էլի։ Հավատալուչի բայց քո խադր հավատում եմ։ Տուգանվում ենք ախպեր։ Շատ է, հա։ Խեղդում։ Ոսգից հանդիպակած Աստեինը ժամով, չի ես կոմի մայթը, վաբշե, ախպեր, ես հորս արավ, որ ճիշտ ասեմ, լիքը կայնել ենք ստե, ախպեր, մտքովս չեր անցե, որ։ Արա չեք ամաչում, արա եք եստեղ խախտում եք։ Մի անգամ ես վերջերս Ահա։ բաներ գրեք ես Instagram-ով։ Գրել է դու մի հատ վիդեոյի մեջ ասել էիր, որ ունենալու ես։ Այո, 30։ այդի հիշեցի, հենց ասիլ վրաս Բայց հիշեցի։ հիշում թե որ վիդեոն է, բայց որ գտնեմ անպայման դնելու եմ Պարտադիր։ Այ հենց ստեյկը դնես։ Հա։ Մաքսիմալ իդեալական ավտո է, բեսամ դուրս գալիս է այս ավտոն, մի օր որ շատ հարստանամ, հաստատ մի հատ sense ավտո առնելու եմ ու պրոստը գարաժում կայնացնեմ, որ չքշեմ էլ ունենամ, որտեվ ես էլ հենց այս BMW-ից եմ սկսել, իմ առաջին BMW-ն եղել է հենց խուլիգան կա ու շատ եմ սիրում։
Հիմա հասկացաք չէ՞ խի եմ առել ավտոն։ Չէ։ Հա, բայց вообще չեմ հարստացել, Վարկով, մի կերպ առել ենք ես $10,000-նոց առել։ Չէ, իրականում գինը չեմ էլ ուզում ասեմ ինչքան եմ առել։ Շատ է դրանց արդեն։ Թանկ եմ առել ու վրան ահագին էլ մանր փողեր եմ ծախսել, որ դառնա ոչ մի Լավ ավտո։ Հա, էլի ափսոս ավտո դառնա, որ տանեմ կայնստեմ գարաժը չքշեմ այդտենց ավտո։ Այսօր այսպես հելել ենք ֆռանում, բայց կարող էլ չքշենք։ Հա, նատորի եմ։ Իրան քշելը ախպեր, հա, կայֆա մենակ այն պահը, որ չգիտեմ, սենց Միցն է։ հա, ունես էսի, բայց ինքը քշելը դժվար է։ Ոնց տեսակ մեզ կենտրոնում չթողեցին երկար կանգնենք, դրա համար եկել ենք մեր բոքսերի դիմացը, կանգնել ենք ու ձեզ ուզում ենք ասենք, որ մյուս վիդեոն ավելի հետաքրքիր է լինելու։ Ավելի հետաքրքիր է լինելու, որովհետև ավելի մանրամասն կպատմենք, թե խի ենք M240-ի վրայից հանել իր գործարանային 8HP51 փոխանցման տուփը ու խի ենք տեղադրում 8HP76 փոխանցման տուփ ու ցույց կտանք այդ process-ը քանդելու, հավաքելու, եթե կարիք կա ուսիլի տանենք, եթե կարիք կա ինչ-որ բան փոխելու փոխենք, մի խոսքով մյուս սերիան ավելի տեխնիկակալ է լինելու։ Իսկ այսօր իրականում ես ավելի շատ ուզում էի ցույց տալ ձեզ իմ նոր խաղալիքը, ինձ թվում է ձեր դուրը եկավ, մտածեք ինչ կարելի է նկարել այս մեքենայով կամ ինչ, չգիտեմ, փորձություններ կարելի է նկարել, կոմենտներում գրեք, եթե խելամիտ ինչ-որ հետաքրքիր առաջարկներ լինի, մեծ սիրով կնկարենք ձեր համար։ Ինձ թվում է ձեր դուրը եկավ այսօրվա վիդեոն, բարով մնացեք, կհանդիպենք հաջորդ վիդեոների ժամանակ։